Ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Armenia TV եթերում Comments հաղորդաշարն է, իսկ դա նշանակում է, որ մենք այս րոպեների ընթացքում կմեկնաբանենք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չունի, այնպես որ բոլորդ նստած դիտում եք Comments եւ ես սկսում եմ իմ մեկնաբանությունները։ Ես իրան կպահեմ, դուք մի մտածեք։ Աշխատավարձից 2 շաբաթ անց։ Ինձ մի հատ շաուրմա։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ եթե առավոտյան կարողանում ես հեռախոսազանգին պատասխանել այնպիսի ձայնով, իբր դու վաղուց ես վեր կացել, դա արվեստ է։ Ուտելու բան ունես մոտդ, հլը թռի խանութից բեր։ Ձայնային ազդանշան։ Երբ տանը տղամարդ չկա, միայնակ կնոջ կատուն ամեն ինչ էլ պետք է անի։ Եթերում Comments-ն է եւ այս պահին սիրելի հեռուստադիտողներ ներկայացնում ենք տեսաշար, որի մեջ տեղ են գտել ձեր կողմից ուղարկված լուսանկարները եւ տեսանյութերը։ Պարզապես ցանկանում եմ նշել, որ հաղորդման ընթացքում մենք դեռ շատ անգամ կանդրադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին։ Լսի, դու անծանոթ դեմք ունես, որտեղի շունես որ։ Ինչ ներք, խաբարել չեմ ինչի մասին եք խոսում։ Լավ, էլի պոնչիկ պիտի ուտեմ։ Վայ մամա ջան, ես ինչ օր ընկա, բա հիմա ոնց պտի փողերը հետ տամ։ Էլի մարսեղա, ավելի լավը շախմատ խաղամ։ Առաջին անգամ Հայաստանում, պատի հեծանիվ։ Հլնայի, մեզ Շամշյանն է նկարում։ Արմենչիկի նոր երգը լսելիս։ Ես դոլարներ եմ ուզում, տարեք ես դրամը։ Նոր տաքսի սերվիս, մի կիլոմետրը, մի մեշոկ ցեմենտ։ Տեսեք սազումա, թե մի քիչ էլ ավելացնեմ։ Հիմա հասկացաք ինչի համար է նախատեսված այս անցքը, որ գաք տուն, տան անդամներին տեսնեք ու ասեք. Ծիկ։ Վայ աման, լույսի փողը մոռացա վճարեմ։ Հիմա ինչ անեմ, էս նապաստակին տանեմ ծառի տակ։ Հա էլի, համարյա իմ բոյնը։ Այ մարդ մի նկարեք, չեք տեսնում հագնված չեմ։ Սենց նման եմ ծնեմ արդուն։ Տո թող մի տար, էդ պղնձի մեջ խորոված պիտի անենք։ Տենաս, որ ես վարդը տամ, ինձ կսիրահարվի, թե չէ։ Իսկ այս պահին անցնենք տեսանյութերին, առաջինը մեզ ուղարկել է Ռուզաննա Վարդանյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք I like to move it, հա ինչ կա որ։ Հաջորդ տեսանյութը մեզ ուղարկել է Կլարա Խինոյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք Դե թռի, էլի թռի տենամ վերջի ինչ հա։ Դե թռի, դե թռի, թռիք, թռիք։ Լավ, մի հատ հանգստացի, սպասի հանգստացի դե։ Դե թռի։ Դե թռի, 3, 4 Դե կանգնի հանգստացի, մի հատ գլուխը դիր հանգստացի Եվս մի տեսանյութ, որ ուղարկել է Արևիկ Իգնատոսյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք, տո ոչ մի ձև էլ չանվանեցինք, հոպ, հոպ, հոպ
եւ կրկին մեկ տեսանյութ հեռուստադիտողների կողմից, որը մենք անվանեցինք շատ տրամաբանական։ Yeah. You're fine, yeah. 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 Մենք իհարկե դեռ կանդրադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին, իսկ այս պայն շարժվում ենք առաջ։ Բոլորս էլ իհարկե երբեմն հանդիպում ենք տարբեր հայտարարություններ, որոնք ինքնին շատ հետաքրքիր են եւ երբեմն ծիծաղելի, եւ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը՝ տրվում է հայտարարություն։ Նիսյա ուզողը համար 1 թշնամի, կարճ ու կոնկրետ։ Պարապների մուտքը խստիվ արգելվում է։ Գուրգեն, ես քեզ սիրում եմ, բայց թողնում եմ քեզ երջանիկ եղի։ Հետաքրքիրա փողն ա թողում, թե Գուրգենին։ Մենք շարժվում ենք առաջ եւ այս պայն ներկայացնում ենք Comments հաղորդաշարի աստղային էջը, որի ընթացքում ճանաչված եւ սիրված մարդիկ հայտնվում են շատ հետաքրքիր իրավիճակներում։ Եվ այսպես Comments-ը ներկայացնում է ճանաչված հայերը անճանաչելի իրավիճակներում էջը։ Ասում են, երբ կինը ամուսնուն տեղեկացրեց, որ գնել է սև գույնի կաշվեն նոր կոշիկներ, ամուսին անգամ չէր էլ կռահում, որ դրանք 3 տարբեր կոշիկներ են։ Առյուծը կենթանիների արքան է, բայց մինչ իր կնոջ արթնանալը։ Նկարահանվում է կիսաբաց լուսամուտներ հաղորդումը։ Սերը այն է, երբ ինքը չաղացել է, բայց դու մեկա իրան սիրում ես։ Իսկ մենք շարունակում ենք եւ այս պայն ներկայացնում ենք մեր հաղորդաշարի մշտական էջերից մեկը, որի ընթացքում մենք բացառապես խոսում ենք տարբեր երկերի տեսահոլովակների լուսանկարների մասին, որտեղ իմաստը մի քիչ թվում է կասկածելի։ Իդեպ այս լուսանկարը ուղարկել է Աննա Բադալյանը եւ այսպես ձեր սիրված էջը մեր եթերում։ Իմաստը էջը։ Լավ ես դռան վրա 2 կողպեկի իմաստը։ Այս տեսանյութը նույնպես տեղ գտավ իմաստը էջում։ Լավ սրա ապարելու իմաստը։ Մենք շարունակում ենք սիրել հեռուստադիտողներ եւ այս պայն կրկին անդրադառնում ենք ձեր կողմից ուղարկված լուսանկարներին եւ տեսանյութերին։ Ես հասկացա, թե ոնց է պետք բարելավել ժողովրդի վիճակը։ Տունը մարդ չկա, հաջողություն։ Այս ծտերի բնակարանը ոնց որ մի քիչ նեղված կա իրանց համար։ Աշներդ լույս, այսօր ձկան խորոված են կուտում։ Կամերան անջատը շուտ արա, ինչ չի կարելի նկարել։ Զորք, վացքով, մարշ։ Բարի օր ձեզ, տղերք ջան։ Ժողովուրդ ջան, սուս, քեֆս լավա։ Ով ես? Ես ընդհանրապես այդ ժամին ընտեղ չեմ եղել։ Սպասեք ես գազար ուտեմ, նոր կասեմ նապաստակեմ թե չէ։ Իմ մոտ պամադայանուն էլ չտակ։ Խորոված անելուց առաջ։ Այ տղա, ես ինչեր ես է խոսում, հեյ։ Վայ հելը սրանն այ ձերս բռնել է ու տանում այնց։ Այ տղա դու գժվել ես, ոնց կարա դա Պուտին անի։ Զգուշացնում եմ վերջին անգամ, ինչ չփորձես մոտենալ։
էլ չեմ ուզում կարդալ, հոգնեցի։ Ժողովուրդելի բերանս փակել տվեցին։ Տնեցիք էլ գիտեն, ես վաղուց արդեն քնած եմ իմ տեղերում։ Այս տորթից մի հատ էլ բերեք տանեմ ընկերուհուս տամ։ Ընկերովի ուտելը միշտ էլ համով է։ Իսկ այս պահին անցնենք տեսանյութերին։ Առաջինը մեզ ուղարկել է Կարինե Սողոմոնյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք համակարգչի կռիվ։ Tara. Stay. 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 Какие вере, Stay. Какие вере? To stay. Հաջորդ տեսանյութը ուղարկել է Նարինե Անդրեասյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք մոտարի հլը, մոտարի։ Мотика. Եվս մի տեսանյութ հեռուստադիտողների կողմից, որը մենք անվանեցինք անհանգիստ փոքրիկը։ Եվ կրկին մեկ տեսանյութ հեռուստադիտողների կողմից, որ ուղարկել է Վահան Չոփուրյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք բայ։ Մի լացացրեք էլ այդ երեխուն։ Скажем всем спокойной ночи, глазки закрывай, Скажем всем спокойной ночи, глазки закрывай, Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, եթե դուք ցանկանում եք կնոջից ինչ-որ բան ստանալ, պետք է նրան ծիծաղեցնեք։ Երբ կինը ծիծաղում է, նա ոչ մի բան չի ընկալում։ Ամեն ինչ լավ էր, ուղղակի երբ սրանցով ջուրն ես մտնում, միանգամից ստեղնաշարը փչանում է։ Հենց պայուսակի մեջ փող էր հայտնվում, պայուսակը բերանը փակում էր։ Առաջին հայկական ջիպը։ Մենք շարժում ենք առաջ եւ այս պայն ներկայացնում մեր մշտական էջերից մեկը՝ դեսից դենից։ Ինչ է տեղի ունենում, երբ դուք տնից բացակայում եք եւ ձեր շանը թողնում մենակ։ Մեր այս տեսանյութում տանտերերը թողել էին շանը մենակ եւ արգելել ընդհանրապես բարձրանալ անկողնու վրա։ Դե հիմա շատ էլ որ արգելել էին։ Jamaica. Wrecking for them is attraction. One double waking as I treat my shoe. When I was studying instruction, it's a trying shoe. With some line and locking in in the low wind struck. When I was up to the production, girls and let me win up strike. And off the jump, we can jump. Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պայն ժամանակն անցնել մեր լավագույն մեկնաբանություն էջին։ Այս էջում մենք ներկայացնում ենք լուսանկար, իսկ մեկնաբանությունները պետք է ուղարկեք դուք։ Լուսանկարը ներկայացված է լինում Facebook-ում մեր պաշտոնական comments էջում, եւ դուք ընդհանրապես տեղադրում եք ձեր մեկնաբանությունները։ Եվ այս պայն եկեք վերհիշենք, թե որ լուսանկարն էր տեղադրված անցյալ շաբաթ եւ ում մեկնաբանությունն էր լավագույնը։ Այս շաբաթ լավագույն մեկնաբանությունը էջում հաղթեց Էլեն Մինասյանը հետևյալ մեկնաբանությամբ։ Նկարահանվում է նոր հեռուստասերիալ։
Աշոտյանները։ Շնորհավորում եմ մեր հաղթող հեռուստադիտողին, իսկ այս շաբաթ լավագույն մեկնաբանություն էջում կմասնակցի այս լուսանկարը։ Սպասում ենք ձեր մեկնաբանություններին, այցելում եք մեր Facebook-յան էջը, comments եւ տեղադրում ձեր մեկնաբանությունները։ Իսկ մենք շարժվում ենք առաջ եւ ներկայացնում մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր իրադարձություններին եւ երևույթներին, որոնք տեսել եւ որոնց միջով անցել ենք շատ տարիներ առաջ։ Եվ այսպես comments-ը ներկայացնում է տեսած մարդիկ էջը։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր տեսել են, թե ինչպես է մագնիտոֆոնը ծամում կասետը։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր համակարգչով պարտադիր խաղացել են այս խաղը։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պայն կրկին ներկայացնում ենք տեսաշար, որը ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում ակտիվ մասնակցության համար։ Դե արի ու շեֆին բացատրի, որ կատվի համար եմ գործից ուշացել։ Նա այստեղ, չեմ նայի, ասեցի նա այստեղ։ Ժողովուրդ, ոնց է դուրս գալ ես խոտը չեք պատկերացնում։ Ընկերը թողեց ու գնաց ուրիշի մոտ։ Մի 4 շիշ էլ խորոված դրան ավելացրու, նայի մատներից 4։ Մի մտածի, ասում են քթի կաթիլները աչքի համար են օգնում։ Կարող է թարմ կատ ուզենակ, բիրիկով կտամ։ Բայ, էլի եկան հարկայինից։ Չայկովսկու դեռ չլսված ստեղծագործություններից մեկը։ Գողություն օրը ցերեկով։ Երբ իմանում ես, որ բերել է պարտքը փակի։ Ես ձեզ ասեցի ինձ մի արեք, որ լեզուս հանում ու բերանս բացեմ։ Ինչ ես ուզում է, ասեցի բան չունեմ քեզ տալու։ Փոքրիկին հենց ինչ որ բան էին հարցնում, նա պատասխանում էր, աչքիս վրա։ Առաջներում հաց ուտելուց գիրք էին կարդում, հիմա էլ պլանշետով են զբաղվում։ Կոշկակարի տանը կոշիկները միշտ էլ իրենց VIP տեղ ունեն։ Շատ բորշված իրավիճակ էր։ Մաման ասեց 2 րոպեով մտնեմ խանութ ու դուրս գամ։ Էս հարևանն չի էլ եկավ մեր տուն։ Կարևորը մեքենա ունեմ, մնացածին ուշադրություն մի էլ դարձրեք։ Էս ակնոցներով հիմա հաստատ ինձ մարդ չի ճանաչի։ Եվ իհարկե ձեր տեսանյութերը։ Տեսանյութերի այս շարքում փոքրիկները երգում ու նվագում են։ Դե համենայն դեպս փորձում են։ Ու ասեմ դրանում ոչ մի վատ բան չկա։ Եվ մենք այս պայն հերթով կցուցադրենք այդ տեսանյութերը։ Առաջինը Աննա Վիրաբյանի կողմից։ Հաջորդ տեսանյութը Դավիթ եւ Վաչե Մանուկյանների կողմից։ Եվս մի տեսանյութ այս շարքից, որ ուղարկել է Գայանե Խաչատրյանը։ Եվ կրկին մեկ տեսանյութ այս անգամ Հրար Զաքեյանի կողմից։
Եթերում Կոմենսն է եւ այս պահին ներկայացնում ենք մեր հաղորդաշարի երաժշտական էջը, որի ընթացքում լուսանկարները երգում են։ Երգող լուսանկարների հիթ շքերթ եւ ես մեծ սիրով ներկայացնում եմ երրորդ հորիզոնականը զբաղեցրած լուսանկարը։ Քեզ ասում եմ, որ չկաս դու ինձ համար, քեզ ասում եմ, ինձ չասես ոչ մի վար, ես այսօր եմ հասկացել, որ գտել եմ մի նոր սեր, հավատալ չես կարող ինձ հետ բերել։ Մեր հիթ շքերթի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց այս լուսանկարը։ Քեզ համար եմ ես ուզում երգել, քեզ համար եմ ես պատրաստ հասնել աստղերին, երկնքին և քեզ տալ իմ հոգին։ Եվ վերջապես մեր հիթ շքերթի առաջին հորիզոնականը զբաղեցրել է այս լուսանկարը։ Ես սիրուն աղջիկ եմ անգալիս, ուզում եմ որ լինի կողքիս, խնդրում եմ ինձ ասեք որտեղ է նա, առանց սեր չեմ դիմանա։ Իսկ մենք շարունակում ենք։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, ինչքան հաճախ ամուսինը գնա ձկնորսության, այնքան ավելի շուտ կինը կգնա որսի։ Երբ շատ խմած պարկում ես քնելու։ Սպասիլը տեսնեմ մաքուրա մազերդ։ Մրցավարին գնդակահարել ու բոլորին ասել, որ մենք աշխարհի չեմպիոնն ենք։ Մենք շարժում ենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, եւ ներկայացնում մեր մշտական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր ռեկորդների, որոնք անգամ տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում, ռեկորդներ, որոնք մեր խորին համոզմամբ շատ կասկածելի եւ անիմաստ են։ Եվ այսպես Կոմենսը ներկայացնում է անիմաստ ռեկորդներ էջը։ Բան չասի։ Իսկ մենք շարունակում ենք եւ այս պահին կրկին անդրադառնում ենք քվեարկությանը եւ ներկայացնում 3 լուսանկար։ Իսկ դուք այցելելով մեր Facebook-յան Կոմենս էջը քվեարկում եք ձեզ դուր եկած լուսանկարի օգտին եւ նման կերպ մենք բարձում ենք տվյալ շաբաթվա հաղթող լուսանկարը։ Սակայն մինչ ես ներկայացնեմ այս շաբաթվա լուսանկարները, եկեք անդրադարձ կատարենք մեր նախորդ հաղորդմանը եւ տեսնենք, թե որ լուսանկարները մասնակցեցին քվեարկությանը եւ ում լուսանկարը դարձավ այս շաբաթվա հաղթողը։ Նախորդ շաբաթ քվեարկությանը մասնակցեցին հետևյալ լուսանկարները։ Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց այս լուսանկարը։ Շնորհավորում եմ հաղթող լուսանկարի հասցեատիրոջը եւ այս պահին ներկայացնում այս շաբաթվա լուսանկարները, որոնք դուք այցելելով մեր Facebook-յան Կոմենս էջը կարող եք քվեարկել ձեր նախընտրած լուսանկարների օգտին եւ այսպես այս շաբաթվա լուսանկարներն են։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, կրկին հիշեցնեմ, որ այս 3 լուսանկարները մասնակցում են քվեարկությանը։ Եվ այս պահից սկսած դուք կարող եք այցելել Facebook-ում մեր պաշտոնական էջը Comments եւ կատարել ձեր ընտրությունը։ Իհարկե չենք մոռանում նաեւ մեր լավագույն մեկնաբանություն էջի մասին, որտեղ դուք պետք է ներկայացնեք ձեր մեկնաբանությունները։ Իսկ այսօր այսքանը ձեզ հետ Comments-ներ, որի ընթացքում մենք մեկնաբանեցինք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չուներ։ Դուք շարունակեք ուղարկել ձեր լուսանկարները եւ տեսանյութերը մեր էլեկտրոնային փոստի հասցեին եւ լավագույնները ես անպայման կմեկնաբանեմ։ Ձեզ հետ Արմեն Թադևոսյանն էր, դուք շարունակում եք դիտել Armenia TV, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ անգամ, արդեն նոր հետաքրքիր եւ թարմ Comments-ներով։